Պատվարժան դատարան, ես մի քիչ այլ հակադարձում կսպասեի, որքանով որ հասկանում եմ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև դատախազության մասին օրենքով, կանխական չլինելը դա բացարկի հիմքերից մեկն է։ Ես օրինակ իմ խոսքը կառուցել եմ բացառապես դրա տիրույթում։ Եթե դա այլևս իրավական կատեգորիա չէ, քավլիցի դա էլ ֆիքսենք։ Ես լսեցի, որ պարոն Հովհաննիսյանը փաստորեն առարկություն ուներ եւ ինձ հորդորեց զերծ մնամ սրբազանի կարգավիճակը օգտագործելու համար, որովհետեւ մեղսագրվող արարքը հոգեվոր գործունեության համար չէ։ Այդ հոգեվոր գործունեության համար երբ կարող մեղադրանք առաջադրեք։ Այսինքն հոգեվոր գործունեությունն էլ ակրեականացվե։ Այսինքն օրինակ սրբազանը իր առաքելությունը կատարելու համար Ես կներեք իհարկե, պարոն Հովհաննիսյան, սոփեստությունն է սա, այդ հիմա հակադարձեք ասեք, որ դրա համար չի։ Եթե սրբազանը ունի այդ կարգավիճակը, որը Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար բարձրագույն կոչում է, վստահ եմ ձեր համար էլ է տենց։ Հիմա ինչ է, էդի չնշենք, հիմա սրբազանը չէ, ու նստած է մեղադրյալի աթոռին։ Ըստ էության մի մեղադրանքի շրջանակներում, որից հղումներ մեղադրական եզրակացության մեջ տվել եք, որը թերի է, առնվազն ձեր գնահատմամբ է, մեր գնահատմամբ է կեղծ է։ Հիմա այդ պայմաններում չասենք սրբազանը 100 օրից ավել կալանավորված է։ Ինչ էի ասում իմ խոսքում, եթե դա սոփեստությունն է քավլիցի։ Ի վերջո սոփեստությամբ Սոկրատեսն էր զբաղվում, օքեյ, շատ լավ։ Ստացվում է Խուլդոյանը, ես նոր սոփեստներն ենք։ Ինչեւ է։ Թող դա լինի գնահատականը։ Ես ուրիշ բանն եմ ուզում հասկանամ։ Լավ, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դատախազության, Հայաստանի Հանրապետության դատախազության, առաջին հանրապետությունից մինչև երրորդ հանրապետություն, վստահ եմ առնվազն դրա վերաբերյալ կոնսենսուս ունենք, մենք դեռ 4-րդ հանրապետություն չենք ներխուժել։ Հիմա քանի դեպք է եղել, որ մեղադրյալ է եղել սրբազան։ Ինչ կապ չունի ինչն է մեղադրանք, որտեղ առնվազն անմեղության կանխավարկածը ձեր համար էլ չի աղթարվել։ Վստահ եմ ձեր համար էլ չի աղթարվել, ինչքան էլ դուք ներքին համոզմունք ունենաք, որը ձեզ թույլատրելի է միայն հանրային մեղադրողներին, բայց չի աղթարվել, որտեղ չկա, չէ՞ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Հիմա այդ պայմաններում բա դա ոնց չընդգծենք, ոնց այդ հուզականությունը չընդգծենք, բա կա այդ հուզականությունը։ Գործընկերներ, եթե չկա այդ հուզականությունը, դա ուրիշ խնդիր է, դա ավելի վատ բան է, դա նշանակում է էլի կանխականությունը ավելի ամրապնդված է։ Շնորհակալություն։